Տիր մեդիան ներկայացնում է։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր մենք հյուրընկալվել ենք ազատամարտիկ Վազգեն Բալայանի։ Մարդ ում կենսագրությունը գրված չէ գրքերում, այլ խրամատում, ընկերոջ ուսին և հայրենի հողի վրա։ Ազատամարտիկ, ով պատերազմի մասին չի խոսում պարզապես, նա այն ապրել է։ Պարոն Բալայան, մարդիկ տարբեր ճանապարհներով են գալիս հայրենիքին ծառայելու։ Ձեր ճանապարհը ինչպես դարձավ ճակատագիր։ Մինչև տվյալ հարցին պատասխանելը ուզում եմ ես մի անգամ ևս նշեմ, որ ես ինձ այդքան էլ չեմ համարում այսպես ազատամարտիկ կոչումը դա մի քիչ շատ բարձր ասած իմ համար, ինչի որովհետև ես գտնում եմ, որ հայրենիքի համար, ընդհանրապես ընտանիքի համար կռվելը, պայքարելը դա սովորական տղամարդու գործ է։ Եվ չի կարելի դրա համար ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունքի ենթարկվել, հայ տղամարդը պետք է միշտ մտածի, որ ինքը պաշտպանելով հայրենիքը, պաշտպանում է իր ընտանիքը, պաշտպանում է իր երեխաներին, մի խոսքով այն ամեն ինչը ինքը ինչ-որ սիրում է, ես իմ պարտքն եմ համարել, որ այն ինչը որ ես սիրում եմ դրա համար պետք է պայքարեմ, դա նորմա է, ոչ թե ինչ-որ առանձնահատուկ բան, որը որ մարդիկ պետք է ունենան, դա հերոսություն չի, այլ նորմա։ Եվ այդ առումով ես երբեք չեմ կարծում, որ դրանով կարելի է հպարտանալ, գուցե կարելի է հպարտանալ, երբ որ դու ինչ-որ կարևոր զողողության ես գնացել, ինչ-որ բան, բայց այս պարագայում ես ընդհանրապես իմ պարտքն եմ կատարել, որը որպես տղամարդ ես համարում եմ, որ նույն ձևի իմ կնոջը կպաշտպանեմ փողոցում կամ իմ երեխաներին, ասենք ինչ-որ մի հատ վտանգից։ Այնպես որ այդքան էլ ես այդ ազատամարտիկ բառը իմ հետ երևի այդքան էլ չի հոլովում, որովհետև իմ գաղափարները, իմ հասկացողությունները մի քիչ այլն են այդ առումով։ Ես այդ հարցին վերաբերվում եմ, ճիշտ ասած, այսպես, ես պարտավոր էի, ես արեցի։ Եվ գուցե նույնիսկ ես ինքս ինձ ինչ-որ տեղ մեղադրում եմ նրանով, որ գուցե չեմ արել անհրաժեշտ քանակությամբ կամ անհրաժեշտ չափով, որպեսզի մենք այսօր այսպիսի վատ վիճակում չհայտնվենք։ Ասում են հայրենիքը սահման չէ, այն կանգնելու տեղ է։ Ինչպես եք վերաբերվում հայրենիք հասկացողությանը։ Ես ավելի գլոբալ վերաբերմունք ունեմ այդ հասկացողությանը, հայրենիքը դա այն ամենն է, ինչ որ դու սիրում ես։ Այն ամենն է, ինչ որ դու սիրում ես։ Հող, ընտանիք։ Այո, այդ ամեն ինչը դա Թե պատասխանատվության զգացում ավելի շատ։ Ինչ է թաքնված հայրենիքի տակ։ Գիտեք ոնց, հայրենիքի տակ ավելի շատ երևի իմ պատկերացմամբ դա ինքնասիրությունն է։ Որովհետև երբ որ դու ինչ-որ միտեղ ծնվում ես, մեծանում ես եւ այլն, մենք կարող ենք այդ հայրենիք բառը տարբեր ձևով մեկնաբանել, հասկանալ եւ այլն, բայց դա միայն այն տեղը չի, որտեղ դու ծնվել ես, որտեղ դու մեծացել ես, դա այն լեզուն է, որ դու խոսում ես, դա այն մարդիկ են, որոնց դու սիրում ես, այն մարդիկ են, որոնք քեզ դաստիարակել են, որոնց հետ դու հաց ես կիսել։ Մի խոսքով հայրենիքը դա շատ ավելի ընդարձակ բան է։ Եվ ես վերջերս տարածված ինչ-որ այսպիսի բան կա, որ կարծեմ, եթե չեմ սխալվում, այժմյան պաշտոնյաներից ինչ-որ մեկն էր, որ հայրենասիրությունը դա ինչ-որ վերացական գաղափար էր ասում։ Կրթության նախարարի խոսքերն են միգուցե։ Այո, երևի հնարավոր է, ես ճիշտ ասած նույնիսկ ուշադրություն չեմ դարձնում, ով է դա ասում, մանավանդ երբ որ դա վերինաշյանի սխալ մոտեցում է, սխալ է այն իմաստով, որ հայրենիքը դա այն է, ինչ որ դու սիրում ես։ Այն ինչ որ դու սիրում ես։ Ես սիրելը նկատի չունեմ, որ այդ մոմենտին դու ինչ որ մի բան ես ցանկանում, խոսքը դրա մասին չի, այլ նրա մասին, որ դու պատրաստ ես զողողությունների հանուն դրան, ինչ որ դու սիրում ես։ Այ ես այդ ամեն ինչի խտացնում եմ այդ հայրենիք բառի մեջ։ Երևի ավելացնենք նաև մեր արմատները,
Նախնիների բնակավայր։ Ես ձեզ ասեմ, որ այդ հայրենիք գաղափարի մեջ իմ համար ամենակարևոր տեղում դա մեր լեզուն է։ Մեր լեզուն այն վկայությունն է, որ ով ենք մենք։ Մեր լեզուն, հազարամյա լեզուն, հազարավոր տարիների լեզուն, եւ ասեմ ձեզ, որ դա մի այլ տեսակ սրբություն է, եւ ամեն ինչ երևի հենված է հենց դրա վրա։ Իմ համար ամենապաշտելի բանը հայեցիության մեջ դա մեր լեզուն է։ Եվ երբ որ ասում ենք հայրենիք, գուցե ես հենց այդ հայրենիք բառի տակ հասկանում եմ այդ հայեցի լինելու, հայեցի կողմնորոշիչ բառի ամբողջ էությունը։ Ես հայրենիքը դա եմ հասկանում։ Ես հասկանում եմ, որ դա չի կարող սահմանով որոշվի, որովհետև ինչ է նշանակում սահման։ Ինչը սահմանը դա ընդհանրապես սահմանափակող բան է նշանակում, իսկ հայրենիքը չի կարող սահմանափակ լինի։ Հայրենիքը դա ինչ որ աճող գաղափար է, հայրենիքը դա պետք է զարգացող գաղափար լինի մարդու մեջ։ Թվում է թե ես ինչ որ վերացական բան եմ ասում, բայց տեսեք, օրինակ դա նման է մի բանի, որ երբ որ դու դադարում ես երազել, դու դադարում ես դառնալ ինչ որ նորմալ մարդ։ Հա, համարյա դա ապրելուց հրաժարվելու նման մի բան է դառնում, եւ հայրենիքը իր մեջ այդպիսի խորհուրդ ունի, որ դու անընդհատ պետք է պատկերացնես ինքը աճող։ Դա կլինի սահմանների տեսքով աճող, դա կլինի զարգացման տեսքով աճող, դա կլինի չգիտեմ, կուլտուրայի առումով, դա կլինի մնացած բոլոր առումներով հայրենիքը դա ինչ որ կանգուն բան չէ, ինչ որ այսպես սահմանված բան չէ, նա շնչող, ավելի շուտ քեզ ներշնչող բան է, որ ընդհանրապես ինչի համար մարդը կարա ներշնչվի։ Կան տարբեր բաներ, չէ, ասենք սիրած էակի, կամ իր երեխայի, կամ իր թորնիկի եւ այլն տարբեր բաների համար։ Այ դուք պատկերացրեք, որ այն ամեն ինչի համար դուք կարող եք ներշնչվել, դա հենց հայրենիքն է։ Որքան էլ դուք համեստություն անեք, այնուամենայնիվ, ինչպես դարձաք ազատամարտիկ։ Դա բավականին, ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, ցավոք սրտի միայն մասնագիտությամբ, որպես աշխատանք ես երբեք որպես ֆիզիկոս չեմ աշխատել, բայց ֆիզիկոսը ինքը որպես այդպիսին ընդհանրապես մասնագիտություն է եւ հայրենասիրության հետ գուցե դա ինչ որ կապ չունի։ Ես կարող եմ սենց ասել, որ մեր ազգի մեջ դրված է այդ տեխնիկական մտածողությունը եւ երևի արմատների կանչով ես գնացի այդ ուղղությամբ որպես մասնագիտություն, բայց որպես ազատամարտիկ, եթե օգտագործենք այդ բառը, ես ուղղակի ձեզ ասեմ, որ Արցախը դա իմ հայրենիքն է, ես այնտեղ ծնվել, մեծացել եմ, այնտեղ ուսում եմ առել եւ ընդհանրապես ես որպես այդպեսին Արցախ, երբ որ ասում ենք իմ հայրենիքը, դա լոկալիզացնում ենք այդ իմ հայրենիքը ամբողջ Հայաստանն է եւ նույնիսկ այն Հայաստանը, որ հիմի մարդիկ նույնիսկ դրա մասին չեն էլ իմանում։ Արարատից այն կողմ։ Այո, Արարատից այն կողմ եւ մինչեւ Արաքսը, այսպես ասած, հա, իմ հայրենիքն է եւ նա վտանգված էր։ Յուրաքանչյուր նորմալ մարդու համար պետքա դա լիներ հասարակ մի հատ որոշում, որ պետքա գնալ եւ պայքարել։ Ես հասկանում եմ, ես էլ վախենում էի, ես էլ, բայց հասկանում էի, որ հա լավ, դե երիտասարդ ժամանակ էլի կռիվներից վախենում էինք, բան ասում էինք, դե հեսա 10 հոգով կարող հավաքվեն ծեծեն կամ ծեծ ուտենք, հա, բայց բոլոր դեպքերում պատիվը մնում է առաջնային եւ եթե դու ուզում ես լինես ինքդ քո առաջ գոնե պատվարժան, դու պետք է որոշակի որոշումներ կայացնես, որոշակի իրադարձություններից ելնելով։ Երևի այստեղ են հա ասել, քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ ընդամենը պատասխանատվության գերակայություն։ Եթե դու չես վախենում, դա ավելի վտանգավոր է, քան երբ որ դու հաղթահարելով վախենում ես։ Ինչպես եք հաղթահարել վախերը պատերազմի ժամանակ։ Ну չգիտեմ, ես երևի հայ տղամարդու համար վախենալը ետ կանգնելու միջոց չի, հա։ Այո, վախենալը դու
դա բնազդային երևույթ է։ Բայց մարդը ինքը ոչ թե ենթագիտակցական էակ է, այլ գիտակից էակ է։ Եվ շատ դեպքերում դու ինքդ պետք է հաղթահարես ենթագիտակցական այդ զգացմունքները եւ գիտակից ինչ որ քայլեր անես, որոնք որ գնում են ի հակառակ այդ ենթագիտակցական ձգտումներին, հա։ Պատերազմը դա սովածություն չի, դա ինչ որ սովածություն հաղթահարելու ցանկություն չի, որ ասես դե լավ մի քիչ սոված մնամ, հալբատ մի բան կուտեմ հետո։ Պատերազմը դա այնպեսի բան է, որ կարող է ամեն ինչի վերջը լինի, քո ինքնազգացողության, ինքնակարևորման վերջը լինի։ Եվ այս դեպքում արդեն ես չեմ պատկերացնում ինչ կլինի մարդը, եթե ինքը արդեն այլևս ինքը իրան չի կարևորում, ինքը իրան չի զգում որպես ինչ որ մի բանի մասնիկ։ Ասում են պատերազմները անդառնալիորեն փոխում են մարդու կյանքը։ Մարդիկ այսպես են ասում, մինչև պատերազմը եւ պատերազմից հետո իմ կյանքը տարբեր փուլերի մեջ են արդեն։ Ինչ փոխեց պատերազմը ձեր մեջ։ Ինչպիսին է իք։ Ասեմ ձեզ, պատերազմը իմ մեջ փոխեց մի շատ կարևոր բան, որը վստահությունն է։ Այն ժամանակ, երբ որ արդեն քարոջարը վերցրեցինք, եւ արդեն այնպես էր ստացվել, որ ես պետքա պատերազմից թողնեի գայի, իմ երեխայի հետ կապված որոշակի խնդիրներ կային, բուժման հարցեր կային, ես զգացի, թե ինչքան մեծ ուժով ինձ այդ միջավայրը, թեկուզ եւ վտանգավոր, բայց այդ փոխվստահության միջավայրը ինչքան է ինձ վարակել, ինչքան նարկոտիկի պես ինձ ինչքան է ձգում, որ ես չթողեմ այդտեղ։ Շատ հեշտությամբ կարելի է նույնիսկ ուրանալ ընտանիքը, շատ հեշտությամբ կարելի է, որովհետեւ այնտեղ այնպեսի բան է կատարվում մարդու հետ, երբ որ դու արդեն կարողանում ես վստահես քո կյանքը, քո ամենաթանկարժեք բաները, կողքը կանգնած նույնիսկ մարդու, որի անունը նույնիսկ չեք իմանում։ Այսինքն ձեր զինակիցները միայն ձեր մարտական ընկերները չեն եղել, ես տեսել եմ բաներ, ես տեսել եմ դեպքեր, երբ որ մարդիկ, որոնք իրար ընդհանրապես չեն ճանաչում, սեփական կյանքը վտանգելով 90% վտանգի ենթարկելով մյուս ընկերոջը հանում է այդ դժվար իրավիճակից, վիրավոր վիճակում շալակած հանում է պատերազմի միջից։ Ինչ հիշողություններ ունեք, ինչ որ լեգենդար հրամանատարի հետ կամ լեգենդար ազատամարտիկի հետ կապված, կարող եք ինչ որ դրվագներ պատմել։ Իհարկե, ես շատ դրվագներ կան, որոնք որ երևի դրանց մասին չի ուզենա խոսել, որովհետև շատ բան է, ոնց ասեմ, այսպես դա ավելի շատ կարող է ուրիշ մարդիկ չհասկանան ուղղակի քո զգացմունքները, բայց կան շատ դրվագներ, որոնց մասին արժե եւ պետք է խոսել։ Ես կուզենայի օրինակ խոսել մի կարևոր բանի մասին, որ ոչ թե մեկ կոնկրետ այս դեպքում մի բանի մասին, որ ասենք մարդկանց մեջ սերմանվում է որպես վատ բան, բայց իրականում դա երևի ամենակարևոր բանն է նման իրավիճակներում։ Դա այն դեպքն է, երբ որ դու պատրաստ ես գնաս կարևոր քո համար անձնական մակարդակով շատ կարևոր բաների զոհողության հանուն քո հետ կռվողի կամ հանուն քո հետ այդ նույն գործը կատարող մարդուն։ Սա այն փոփոխություններից մեկն է, որը անդառնալի հետ կա թողել իմ մոտ եւ իմ ընտանիքի անդամները, իմ բոլորը երևի այդ փոփոխությունը նկատել են իմ մեջ։ Ինչ վերաբերվում է հանրահայտ մեր ազատամարտիկների հետ կապված պատերազմում, ես մի հատ շատ լավ դեպք եմ հիշում, երբ որ մեր հրամանատարը Ավոն, շատերը իրան ճանաչում են որպես Մոնթե Մելքոնյան, երբ որ հրահանգ տվեց հարձակվելու, բոլորը հարձակվեցին եւ անմիջապես այդ հարձակումից անմիջապես հետո հնչեց հրահամանը. կսպանեմ բոլորին, ովքեր անիմաստ մարդ կզոհեն։
Այսինքն ինքը հրամանը տվեց հրամանատարներին, որ ջոկատները առաջ մղեն եւ ասեց կսպանեմ բոլորին, ովքեր անիմաստ մարդիկ կզոհեն։ Ի նկատի ուներ թշնամու, Ոչ, ի նկատի ուներ իրանց ջոկատի անդամներին, որ անիմաստ զոհողության մի տար, այո, որ անիմաստ զոհողության մի տարեք, հարձակվեք, բայց անիմաստ զոհողության մի տարեք։ Մարդ, որ ես չգիտեմ, իմ համար մի քիչ շատ դա սենտիմենտալ է թվում գուցե, բայց այդ մարդը իր կերպարով իմ մեջ փոխել է ամեն ինչ։ Ես հասկացել եմ վերջապես ինչա նշանակում սիրել հայրենակցին, սիրել իր կողքի մարդուն, որի հետ դու ունես ինչ որ ընդհանուր արմատներ եւ այլն, հասկանում եք։ Տեսեք, ես իմ ծնողներն են ինձ դաստիարակել, ինձ, բայց այդ մարդու պահվածքը, այդ մարդու վերաբերմունքը մեզ մի դեպքում ինքը ամեն կերպ աշխատում էր ձեր կյանքը ապահովել, որպես ձեզ հետ հանկարծ ոչ մի բան չպատահի, մյուս կողմից էլ նույնիսկ դեպքեր են եղել, երբ որ մարդիկ շատ հուժ անհրաժեշտության պարագայում ասել են, ավո դե թույլ տուր գնանք ինչ որ հարցով, ինչ որ հարցեր կարգավորելու համար, նա թույլ չէր տալիս այդ մարդկանց, այսինքն նա ուներ, այսպես ասեմ, կար մի ինչ որ այսպիսի մեր համար անհասկանալի ինչ որ մի հատ, չասենք ուժ, այլ կար ինչ որ մի օբյեկտ, որի առաջնայնությունը իր համար ամենաառաջին էր եւ դրա մեջ ինչպես ներառված էր հայրենիքը որպես այդպիսին, տարածքը, այ որ դուք ասում եք տարածք, այդ տարածքը որպես այդպիսին, տարածքը որպես պաշտպանության միջոց, ինքը տարածքին նայում էր որպես պաշտպանության միջոց, ինքը տարածքը չէր գրավում նրա համար, որ դա զուտ հայկական հող ա եղել, այլ ինքը հասկանում էր, որ առանց այդ հողի մենք այստեղ անվտանգ չենք լինելու։ Ինքը իր վերաբերմունքը այդ հողին այդպիսին էր։ Միևնույն ժամանակ դողալով յուրաքանչյուր Այո, միևնույն ժամանակ եւ դու հենց դա էր ստիպում որ դու հասկանաս որ ինքը ոչ թե հողի համար է դա անում, այլ անում է այն մարդկանց համար, որին ինքը սիրում է, որին որպես ազգ ինքը ընդունում է։ Ես իր կյանքի համար չեր դողում։ Ես ոչ, երբևէ չեմ նկատել այդպիսի բան, երբևէ չեմ նկատել։ Ընդհակառակը եղել են դեպքեր մի մասը ես անձամբ եմ տեսել, մի մասը իմ գնալուց հետո պատմում էին մարդիկ, երբ որ ես արդեն մաս կազմեցի այս ազատամարտին, մարդիկ պատմում էին, որ ինքը նույնիսկ ասենք, երբ որ գնում էին հետախուզության, շատ դեպքերում մարդկանց ասում էր դուք ստեղ մնացեք, ինքը մենակ գնում էր եւ այնտեղ արդեն մի քանի հոգի գերեվարած զենքերով վերադառնում էր բանի մոտ։ Այո, կարծում եմ այդպիսի երբ որ ասում ենք հերոսներ, մենք պետք է նման մարդկանց, նո ասենք տեսեք կա դրվագային հերոսություն եւ կա այսպես ասեմ մարդ որ ամբողջ կյանքով հերոսություն է, Ավոն հենց այդպիսին էր, որ ինքը իր ամբողջ կյանքով հերոսություն էր, չկա մի դրվագ իր կյանքի մեջ, որ էգոիստական էր։ Ձեզ այսպեսի մի հատ դեպք պատմեմ, շատ այսպես ոնց ասեմ, հետագայում դա դարավ, այդ դեպքը դարավ կողմնորոշիչ նաև իմ համար, կարծես պատգամի պես լիներ, ադրբեջանական Դիվանլար գյուղի գրավման ժամանակ էր, երբ որ այսինքն գյուղը արդեն գրավել էինք եւ մեր պոստերը այնտեղ արդեն դրել էինք, կանգնած էինք պոստին, երկար հերթափոխից հետո վերջապես եկան մեզ փոխեցին պոստերում եւ մենք եկանք որ այդ վրանի մոտ որպեսզի մի փոքր հաց ուտենք ու պարկենք քնելու այդ ընթացքում որ մենք այնտեղ այդ հերթափոխը փոխվում էր Ավոն այդտեղ էր եւ հետազոտում էր դիրքերը Դրանից մի փոքր առաջ էլ շատ ուժեղ հրետակոծություն էր գնում մեր դիրքերի վրա գրադներով եւ երբ որ մենք Ավոյի հետ հանդիպեցինք այդ վրանի մոտ մեր տղաներից մեկը Հարևան գյուղից ինչ որ մի հատ տղա էր հիմա ցավոք սրտի ես ճիշտ ասած այդ տղայի տեղը չգիտեմ չեմ կարա էլի ասեմ ինքը որտեղ է ինքը վիզիմ ավելի մոտիկ էր Ավոյի հետ, այսպես որոշակի մտերմություն ուներ հետը
Դե ես վերաբերում եմ իրան որպես հրամանատարի, ես այդպիսի մտերմիկ հարաբերություններ չեմ ունեցել իր հետ, բայց այդ տղան ոնց որ այն ամենասկզբից իր հետ կռվում էր եւ որոշակի մտերմություն կար, հարցեց. «Ավո, դու ինչի ես քեզ այդ վտանգի ենթարկում, այդ հրետակոծության ժամանակ խրամատի մեջ թռնում ես, որ քեզ խփեն, մեր հետ ինչ ա լինելու»։ Այն ժամանակ էլ արդեն բոլորը գիտակցում էին, որ Ավոն որոշիչ գործոն է մեր պատերազմի ժամանակ, եւ այդ դրվագում որոշակի sense փոքր պաուզայից, նույնիսկ ես կասեի բավականին երկար պաուզայից հետո ինքը այսպեսի մի բան ասեց. կգնաք Ժիրայրի մոտ։ Սեֆիլյանի նկատում։ Այդ ժամանակ ես չգիտեի ով է Ժիրայրը։ Ես մտածում էի, որ ինչ որ այդ որ ես պատմում եմ, դա վերաբերում էր այն ժամանակին, որ ես դա իմ առաջի մարտն էր, կարելի է ասել, եւ ես այդ ժամանակ չգիտեի Ժիրայրը ով է, եւ գուցե նաեւ ես չգիտեմ, ասենք ինչ որ ուրիշ Ժիրայրի նկատի ուներ, բայց համենայն դեպս ես իմ մեջ սենց ասեմ, էլի, երբ որ եկավ ժամանակը, Ավոն արդեն մահացած էր, մոտորապես 2000-ական թվականներն էր, այդ Քոչարյանի իշխանության այն ամենառեպրեսիվ տարիներն էին, երբ որ պատահական ինչ-որ թերթի մեջ, որը որ ինչ-որ պատահական ձևով ընկել էր ձեռս, ես ընդհանրապես թերթ չեմ կարդում, ես սովորություն չունեմ հավատալ թերթերին, մանավանդ այն ժամանակվա, որը որ հիմնականում, ասենք, կառավարամետ ինչ-որ այդպիսի թղթերի կտորներ էին, ես դրանց չէի հավատում, պատահաբար սկսեցի կարդալ եւ այնտեղ հանդիպեցի, որ ձերբակալել են Ժիրայր Սեֆիլյանին եւ փոքրիկ պատմություն կար, թե ով է Ժիրայր Սեֆիլյանը այնտեղ։ Եվ անմիջապես հիշեցի այդ պատմությունը, գիտեք, անմիջապես իմ մոտ առաջացան բանը, որ երևի Ավոն հենց նկատի ուներ Ժիրայր Սեֆիլյանին եւ դրանից հետո ես սկսեցի ավելի ուշադիր եւ այսպես հետևել Ժիրայր Սեֆիլյան անձին, ասեմ, որ իմ տեսնում եք նմանություններ, ընդհանրություններ։ Ցավոք սրտի ես Ժիրայր Սեֆիլյանի հետ այդքան մոտիկից չեմ շփվել եւ ծանոթ չեմ, բայց համենայն դեպս իր բոլոր ելույթներում, իր պահվածքում, այն ինչ որ ես եմ տեսել եւ այն ինչ որ ես եմ լսել, ես այո մեծ նմանություն տեսնում եմ, գիտեք ոնց հոգեկերտվածքի առումով նույն համեստությունը, նույն իր ընկերների, իր շրջապատող անձնակազմի նկատմամբ նույն հոգատարությունը, գիտեք, դա կաշառող է, եւ ես ասում եմ, այն զգացմունքները, որը որ ունի մարդը, որը որ այդպիսի պահերով անցել է, ես նորից եմ ասում, դա ինչ որ առանձնահատուկ պահեր չեն, բայց կյանքի համար դա սովորեցնող բան է, ուսուցանող, այսպես դաստիարակող բան է, եւ երբ որ դու այդ պահերը անցնում ես եւ տեսնում ես նորից նմանատիպ մարդու, ապա ակամայից համակրանք է առաջանում եւ այդ համակրանքը նաեւ ինչ որ առումով վերաճում է ինչ որ ավելի կարևոր զգացման, պատասխանատվության հետ կապված, որ նման մարդուն հետևելը դա նաեւ պատվի խնդիր է։ Հնարավորությունը նաեւ մեծ։ Գիտեք ոնց, ես իմ համար պատիվ եմ համարում հետևել Ժիրայր Սեֆիլյանին, ինչի համար, որովհետեւ մենք մոտորապես նույն տարիքի մարդիկ ենք։ Ես չգիտեմ, ինքը ոնց որ 66 թվականի ծնունդ է, ես 67 թվականի ծնունդ եմ։ Մենք նույն ոնց որ ասում են ժամանակաշրջանի ծնունդ ենք, բայց երբ որ ես նայում եմ այդ մարդը ինչ ա արել իր կյանքում եւ ինչ հոգսերով ա ապրել, ինչ կյանքով ա ապրել, ինչ ա արել, ինչ ա տեսել, եւ ես ինձ հիշում եմ իր տարիքում, այն երիտասարդ տարիքում, 17-18 տարեկան տարիքում ինչ էի անում ես եւ ինչ էր անում ինքը, ապա ես միարժեքորեն կարող եմ ասել, որ ստեղ նույնիսկ մտածելու բան չկա։ Նման մարդիկ մեր երկրի համար, մեր ժողովրդի համար դրանք հայտնություն են եւ այսօր երբ որ մարդիկ կան, որոնք որ ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, ես մարդ գիտեմ, որ Արայիկ Խանդոյանի նկատմամբ մի հատ էպիսի արտահայտություն արեց, որ ես քիչ մնաց սպանեի իրան ուղղակի։ Ինչ ասեք։
երևի եթերային չի, դա Սասնա ծառերի ապստամբությունից մի քանի տարի հետո էր, երբ որ այն բաների ժամանակ, երբ որ այս 18 թվականի պսևդոհեղափոխական այդ շարժումների ընթացքում էր, առաջի օրն էր ցույցերի, երբ որ այդ օպերայի հարակից այդ Խաշմերուկում վրաններ էին տեղադրվում, ես պատահաբար ականջի պոչով լսեցի այդ խոսակցությունը Խանդոյանի մասին եւ այնտեղ փոքրիկ այսպես վիճաբանություն առաջացավ, արդեն կարող էր կռվի վերածվել, բայց ես հասկացա, որ այն ժամանակ համենայնպես վստահում էի այդ շարժմանը, հասկացա, որ դա չի կարելի անել այս պահին, հետագայում կարելի է պատասխան պահանջել այդ մարդուց եւ ես ստիպեցի ինձ լռել ու շարունակեցի այդ վիճաբանությունը, բայց ես ուզում եմ ասեմ, որ ցավոք սրտի մեր ազգի մեջ ներկա իշխանությունների շնորհիվ, տեսեք ասում եմ շնորհիվ, դա լավություն էր, ցույց տվեցին մի այլ երես, որը կարա լինի հակահայ։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությամբ սանձազերծեց նմանատիպ մարդկանց եւ հիմա կարելի է անուններով շատ հասարակ տեսնել, թե ովքեր են դրանք, որոնք որ հանուն օրվա կերի, հանուն օրվա մի փոքր հաջողության պատրաստ են հայրենիք վաճառել, մայր հայր վաճառել, երեխա, ընտանիք եւ այլն, ես ասում եմ, իմ համար դա նողկալի է, բայց միևնույն ժամանակ դա լավ բան է, որովհետեւ գիտեք, ամեն մի հաջողություն սկսում է ինքնաճանաչումից։ Մենք պետք է հասկանանք, որ մենք այդպիսի թարախապալար ունենք մեր մեջ եւ դա կարևոր բուժման կարիք ունի։ Ինչ խորհուրդ կտայիք ձեզ դիտող երիտասարդներին։ Ես իմ խորհուրդը գիտեք ոնց մի փորձեք կրկնել ուրիշներին, եղեք ձեր ընդօրինակեք ձեր արմատները, եղեք Մաշտոցի պես, եղեք Հայկ Նահապետի պես, եղեք այն մարդկանց պես, ովքեր որ հանուն հայեցի ինչ որ բաների գնացել են զոհության, այդտեղ մեծ պատիվ կա, այդտեղ մեծ սեր կա, եւ այդ գիտեք ոնց, այդպիսի մարդիկ, որոնք որ պատրաստ են նման բաների համար զոհության, կարելի ամեն ինչ վստահել, եւ ընդհակառակը տեսեք այս նոր իշխանությունները ինչքան ակնածանքով, ես անձամբ ակնածանքով գնացինք այդ ցույցերը արեցինք, այնպես չի որ ես ընտրությունների ժամանակ իրանց եմ ընտրել, իմ համար Սասնա ծառերը մնում են որպես չափանիշ եւ երբեք ասենք, գիտեք, ես միշտ ինձ կշտամբելու եմ, որ այդ հեղափոխության Սասնա ծառերի հեղափոխության ժամանակ ես իրանց շարքերում չէի։ Ես միշտ ինձ ամոթում եմ, խի դու այնտեղ, ինչու այնց ստացեց, որ դու այնտեղ չէիր։ Ես էլ ունեմ նման զգացում, հետևում էի հեռուստացույցով, երեխաս դեռ մի տարեկան չկար, շատ փոքր էր, որոշ մարդիկ ասում էին, բեր ես երեխային կպահեմ, դու գնա։ Ես էլ ունեմ նման զգացում, այն ժամանակ ինչու ես մեր երիտասարդներին, որ ասում եք կոչել, ես ուզում եմ ասեմ, ճանաչեք ձեր հերոսներին, բայց ոչ թե սին հպարտության համար, այլ ընդօրինակելու համար։ Ու ասեք, որ կենթանի հերոսներին էլ է պետք ճանաչել, ոչ թե կենթանի հերոսներին, տեսեք օրինակ հիմա շատ քիչ են խոսում այդ մարդկանց մասին, Ժիրայր Սեֆիլյանին արդեն մարդիկ կան նույնիսկ վիրավորանքով են խոսում, գիտեք, ես երբ որ Ժիրայր Սեֆիլյանին վիրավորում են, ես կարծես ինձ եմ վիրավորում, որովհետև այդ մարդիկ, գիտեք ոնց, սիմվոլներ են, դա ոչ թե ուղղակի հերոսներ են, հերոսները հասկանում եք, դա ուրիշ են, բայց կան մարդիկ, որոնք որ սիմվոլ են, եւ մենք պետք է այդ սիմվոլները պաշտպանենք, այդ սիմվոլները մեր ներքին հայ լինելն են որոշում, պետք է մարդը ինքը իր համար կողմնորոշվի, երբ որ ինքը իրան ասում է, ես հայ եմ, ինքը ինչ է դրա տակ հասկանում, հայը ով է, հայը դա այն մարդն է, որը խորամանկ ինչ որ բիզնես է անում,
հայ է դա այն մարդն է, որը պատվախնդիր է, հայ այն մարդն է, որ պատրաստ է իր պատվի համար գնա որոշակի զողողությունների, ով է հայը, դուք ինքներդ ձեր համար որոշեք եւ այդ որոշելու ճանապարհին անպայման օգտվեք այնպիսի մարդկանց անցած ճանապարհից, օրինակից, ինչպիսիք են օրինակ Ավոն, ինչպիսիք են Լեոնիդ Ազգալդյանը, ինչպիսիք են ես իմ համադասարանցի Արմեն Մելքումյանին կանվանեմ, ինչպիսի մարդիկ են եղել իրանք, ընդօրինակեք, Ժիրայր Սեֆիլյանին ընդօրինակեք, Արա Պապյանին, քանի տարի Արա Պապյանը, տեսեք, կան հարցեր, որոնք ես Պապյանի հետ համաձայն չեմ, բայց մարդը, տեսեք, քանի տարի նվիրյալ ծառայում է մի կարևոր գործի, ես անձամբ համոզված եմ, որ հազար ու մի առաջարկներ են եղել այդ մարդուն, որպեսզի ինքը հրաժարվի դրանից եւ գնա ինչ որ պետական ծառայության, որտեղ ինքը կարա շատ բարեհաջող կարիերա աներ, ապրեր, մեծ մարդ դառնար են փակագծերով ասած մեծ մարդկանց մասին, խոսքը ինչպեսին հիմիկվա պաշտոնյաներն են, բայց այդ մարդը հրաժարվելով ամեն ինչից ինչ որտեղ կուլ տալով են լուտանքը, որը որ իր հասցեին շատ անարժան մարդիկ իրենց իրավունք են վերապահում թափել այդ մարդու գլխին ինքը իր գործը առաջատան մեր ներկա թշնամիների նպատակը ոչ թե տարածք գրավելն է, ոչ թե ինչ որ հող կամ ինչ որ նույնիսկ կուլտուրական ձեռքբերումներ յուրացնելն է, այլ հայկական գործոնը վերացնել իսպար, որ այլևս դրա մասին խոսեն ոնց որ ինկերի մասին, չգիտեմ ինչ որ եւ յուրացնեն այն ամենը, ինչ հայերին է։ Իրաց նույնիսկ դա չի հետաքրում, դա չի հետաքրում, դա ուղղակի ձև է իրականացնելու այն ինչ որ ես ասում եմ։ Իրանց դա չի հետաքրում։ Հավատացեք, ես ադրբեջանցիներին էլ գիտեմ, թուրքերին էլ գիտեմ, ես մի քիչ նաև գիտեմ ադրբեջաներեն լեզուն, նրանք երբեք հակված չեն, ես նկատի ունեմ մարդկանց, հակված չեն հայկական կուլտուրան իրանցով անել եւ հաստատ նրանք դրանով չեն հպարտանալու կամ ինչ որ մի բան, բայց նրանք եւ նրանց ղեկավարողները շատ լավ են հասկանում, որ մեր հիշատակը, մեր հիշատակը նրանց չգոյությամբ, այսինքն դրա համար էլ ուզում են ես չեմ ուզում այդպիսի ռադիկալ բան ասեմ, ես տեսեք ասեմ, ես իրանց չգոյությունը պատկերացնում եմ այսպես, դու այնքան կաս, որ իրանք ինչքան էլ լինեն, քո համար վտանգ չեն։ Միգուցե իրենք պիտի չլինեն, որ մենք լինենք, այդ անպայման ինձ թվում է դա թուլություն է։ Հասկանում եք, իրանք էլ են այդպես մտածում։ Իրանք հենց տենց են մտածում։ Իսկ ես կարծում եմ, որ մենք պետքա լինենք այնքան, որ ուղղակի, ասեք, ինչքանով եք դուք վախենում եք մրջյունից, որը որ փողոցում քայլում է։ Իր համար, իր նեկտարը կամ չգիտեմ, ասենք այդ մի կում շիրան ուտելու համար, իրանք մեր համեմատ պետք է լինեն այդպիսին։ Տեսեք, պատերազմներն ավարտվում են, բայց ազատամարտիկի համար դրանք հավերժ մնում են, քանի որ չի կարող ազատամարտիկը ջնջել իր հիշողությունից պատերազմի դրվագները։ Շնորհակալ ենք, որ դուք մինչև հիմա կանգուն եք, դիմացել եք այդքան, նվիրյալ եք եղել։ Ես հույս ունեմ, որ անհնարավորության դեպքում ես մի անգամ եւս հայրենիքիս համար, ազգիս համար հնարավորություն կունենամ կռվել։ Գուցե եթե զենքը ձեռքից չէ, ապա ինչ որ մի ուրիշ ձևով որպես ֆիզիկոս թեկուզ, որպես ֆիզիկոս, թեկուզ աշխարհում փորձեք այս անգամ։ Տեսեք, օրինակ, ես աշխատում եմ ատոմակայանում, ես ձեզ կարող եմ ասել, որ ատոմակայանը դա ժամանակին պատահականորեն չի հայտնվել հայկական իրականության մեջ եւ մենք առնվազն 2 անգամ ունեցել ենք հնարավորություն օգտագործել ատոմակայանի գոյության փաստը հզոր երկիր դառնալու համար, բայց ցավոք սրտի 2 դեպքում էլ դավաճան իշխանությունների ես նույնիսկ կօգտագործեմ թշնամի իշխանությունների կողմից, որտեղ դավաճանը այդ տեսանկյունից ավելի մեղմ ձևակերպում է, քան
թշնամի ուղղակի, թշնամի իշխանությունների պատճառով մենք չդառանք այդ երկիրը։ Այսօրվա դրությամբ ես ինչ որտեղ նույնիսկ վախենում եմ այդ բաները ասեմ, որովհետև դրանից կարող է ծնվի թշնամու հաջորդ պահանջը, տեսեք, Փակել ատոմակայանը։ Ատոմակայանը փակելը չէ։ Մենք ատոմակայանի աշխատանքի որպես արգասիկ ունենք մի որոշակի նյութ, որը մենք կարող ենք օգտագործել հզոր երկիր դառնալու համար։ Երկու անգամ առիթ ունեցել ենք։ Մենք կարող էինք երկու անգամ դա անել։ Բայց մի դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը, մի դեպքում Նիկոլ Փաշինյանը կասեցրեցին այդ հնարավորությունը։ Ցավոք սրտի հիմա արդեն դրանից շատ դժվար կլինի օգտվել։ Բայց բոլոր դեպքերում, օրինակ, ինձ թվում է, որ եթե մենք ունենանք Վարուժան Ավետիսյանի պես ղեկավար, ես Վարուժան Ավետիսյանի միջոցով առիթ եմ ունեցել ծանոթանալ նրա հետ այդ 44-օրյա պատերազմի այդ հավաքների ժամանակ, հպարտությամբ կուզենայի, որպեսզի նման ղեկավար, բայց այդ չի նշանակում, որ եթե ինքը սկսի սխալ բաներ անել, ես անմիջապես կդառնամ ընդդիմադիր։ Չնայած ես համոզված եմ, որ այդ առումով ինքը շատ ավելի հայրենասեր, շատ ավելի նվիրյալ մարդ է, քան ես։ Բայց ես նորից եմ ասում, ես հասարակ մարդ եմ, հասարակ ցանկություններով եւ դրանք այդքան էլ մեծ չեն, այդ ցանկություններն ու իղձերը, երազանքները, դուք պատկերացնում եք մարդ, որի երազանքը իր հոր մոր գերեզմանը տեսնելն է նորից, հա։ Իմ երազանքը մոտորապես դա է։ Արցախում են, չէ՞։ Այո, դա շատ դեպքերում ասում են, որ դե այդ քո երազանքը ածանցվում է Արցախը հետ գրավելու հետ, դա այդքան էլ փոքր չի եւ այլն։ Բայց իրականում ինձ ընդհանրապես իմ հորն ու մոր գերեզմանի ուղղակի իմ հորն ու մոր կարոտ առնելու այդ ցանկությունն է խոսում մեջս, ոչ թե ինչ որ հող գրավելու։ Ես նորից եմ ասում, իմ համար հողը չի այդքան կարևոր, ինչքան այդ հողի անհրաժեշտությունը մեր անվտանգության ապահովության համար։ Այն մարդիկ, ովքեր չեն գիտակցում Արցախի, ինչպես Լեռնային Արցախի, այնպես էլ Դաշտային Արցախի կարևորությունը մեր անվտանգության համար, ովքեր չեն հասկանում Վիլսոնյան Հայաստանի կարևորությունը մեր անվտանգության համար, նրանք եթե թշնամի չեն, ապա առնվազն դավաճան են։ Այնպես որ Կամ տգետ։ Ոչ, ես տգետ հայեր չգիտեմ։ Ես տգետ հայեր չգիտեմ։ Հայը երկու դեպքում է այդ բանը անում։ Եթե շահ ունի դրանից, կոնկրետ նյութական շահ ունի դրանից, եւ եթե ինքը ուղղակի թշնամի է։ Այսինքն, գիտեք ոնց, մենք միշտ ասում ենք, դե, գիտեք, մենք զտարյուն ազգ ենք, իսկ մենք համոզված ենք, որ մենք զտարյուն ազգ ենք։ Հայի գենը չի փոխվում։ Չէ, խոսքը դրա մասին չի, արդյոք բոլոր թուրքերն են Հայաստանից այն ժամանակ գնացել։ Խոսքս դրա մասին է։ Գուցե հիմա մենք մեծ չափի շատ թուրք հայեր կան, որոնք որ հայի ազգանվան տակ թուրքեր են։ Մեկին որ ես հաստատ գիտեմ։ Այնպես որ եթե ոչ գեներով, ապա պահվածքով հաստատ այդպեսին։ Այ, տեսեք, ձեր նման համեստ ազատամարտիկները մեզ իրական խաղաղության գինն են ցույց տալիս։ Շնորհակալ ենք այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Հուսանք կհանդիպենք Անարժանից նման պատվի արժանացնելու համար։ Կհանդիպենք մեկ այլ Հայաստանում, ընտրություններ են առջևում եւ զինվենք համբերությամբ, հավատով։ Եթե թույլ տաք, ես մի փոքր կոչ անեմ, հա, մեր հայրենակիցներին։ Սիրո։ Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսպեսի առիթ է առաջացել, թույլ տվեք, որ ես ձեզ բոլորիդ կոչ անեմ։ Իհարկե ես չեմ ուզում, որպես ես ինքս շատ, այսպես ասեմ, դեմոկրատ մարդ եմ եւ չեմ սիրում հարկադրել ինչ որ մարդկանց, բայց կան պահեր կյանքում, երբ որ հասկանում եք, արդեն այդ դեմոկրատիան կարա ճակատագրական լինի։ Դուք այսօր կանգնած եք օրհասական մի կարևոր պահի առաջ
եւ պետքա ընտրություն կատարեք։ Ինչպես պետքա մենք առաջ գնանք հունիսի 7-ից հետո։ Եթե դա այնա, որ 300,000 թուրք պետքա գան ու բնակվեն Հայաստանում, ես չեմ կարող այդպիսի Հայաստանում ապրեմ։ Չէ, ես ինքնասպանություն չեմ գործելու, բայց ասեմ, որ խաղաղել չի լինելու։ Ոչ թե իմ պատճառով, իմ նմանների պատճառով, այլ ուղղակի այն անհանդուրժողականության պատճառով, որ մեր երկրում կառաջանա։ Ուստի ես ձեզ խորհուրդ եմ տալիս ամենափորձված ոչ թե այն իմաստով, որ կյանքի փորձ ունեցող, այլ որ արդեն փորձարկված է, որ տվյալ մարդը դավաճան չի։ Այսօր ես կարող եմ ձեզ խորհուրդ տալ. գնացեք ժողովրդավարական բևեռի ուղղությամբ։ Նրանց գաղափարները համենայն դեպս ամենամոտն է Նժդեհի գաղափարներին, որի հայրենանվերությունը ապացույցի կարիք չունի։ Եվ այսօրվա դրությամբ միակ ուժը, ցավոք սրտի միակ ուժը, որը մաքսիմալ հարում է Նժդեհին, դա ազգային ժողովրդավարական բևեռն է, Վարուժան Ավետիսյանին, ընտրեք, չեք փոշմանի, ես ձեզ խոստանում եմ։ Հիշեցնեմ, որ Տիր մեդիայի եթերում էինք եւ Հայը հաղորդաշարի շրջանակում զրուցեցինք ազատամարտիկ Վազգեն Բալայանի հետ։ Բաժանորդագրվեք Տիր մեդիայի ալիքին։